Վերադարձանք Եվրոպայի չեմպիոնատը իհարկե լավ է, որ լինելու է մեր երկրում, բայց էլ ավելի լավ է, որ այսօր մեր ամենասիրված գրողներից մեկի ծննդյան օրն է, խոսքը իհարկե Հրանտ Մաթևոսյանի մասին է, նորից եմ ասում, որ նա ընդամենը կարող էր դառնալ 91 տարեկան եւ կարող էր ապրել, արարել եւ ուրախացնել մեզ։ Այո, եւ իրապես Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունները ստիպում են սիրել Հայաստանը, բոլորովին այլ կերպ ջերմացնում են մեր սրտերը եւ ստիպում են բառը դուրս չեկա, բայց Զարա, դժվար է քո հետ չհամաձայնվել, մանավանդ որ կատուներին չեմ սիրում, ասա։ Չեք սիրում կատուները։ Շներն եմ սիրում ավելի շատ։ Իմիջայլոց, ասեմ որ Աննա Ախմատովան, որ այդպես հարցադրում ուներ, գիտես, կատու թե շուն, Թեյ թե սուրճ, օրինակ դու ասա, կատու թե շուն։ Կատու իհարկե։ Թեյ թե սուրճ։ Սուրճ։ Ուրեմն դու կյանքին վերաբերում ես ավելի ծանր, քան ես, որտեվ ես ընտրում եմ շուն եւ թեյ։ Հա, հետաքրքիր է։ Լավ։ Վերադառնալով Հրանտ Մաթևոսյանին, Մաթևոսյանի ստեղծագործություններն իրապես ապրեցնող են, իսկ ժամանակի մեջ նրա տեղն ու դերը միշտ կարևոր է։ Ասում են, չի սիրել իր ծննդյան օրը, բայց ուրախացել է, որ զանգել շնորհավորել են կամ հյուր են եկել։ Մեր տաղավարում է գրականագետ Վարուժան Գրիգորյանը եւ այսօր մենք խոսելու ենք Հրանտ Մաթևոսյանի մասին եւ հասկանալու ենք, թե նա իրոք չէր սիրում իր տարեդարձը։ Բարև ձեզ, նախ շնորհակալություն, որ ժամանակ գտաք եւ եկաք, ձեզ այդ հարցը տանք։ Շուն թե կատու, թեյ թե սուրճ։ Շուն։ Զարա գնա։ Շուն, իսկ թեյ թե սուրճ։ Սուրճ։ Սուրճ, շուն եւ սուրճ, դա էլ հետաքրքիր համադրություն։ Իսկ այդ դեպքում ինչ։ Անախմատ, այնտեղ գրված է ամենը, Եթե խոսենք Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործական կյանքի մասին, այ հետաքրքիր է նրա սերը Հայաստանի հանդեպ։ Արդյոք կարող ենք ասել, որ նա յուրահատուկ ձև էր սիրում հայկական բնությունն ու միջավայրը եւ իրապես բառը, չգիտեմ, ճիշտ եմ ընտրում թե ոչ, ստիպում էր Հայաստանը սիրել բոլորովին այլ տեսանկյունից։ Գյուղական միջավայրը, սարերը։ Ես համոզված եմ, որ ցանկացած արվեստագետ պիտի սիրի իր երկիրը, եթե չսիրեց, նա չի կարող ստեղծագործել։ Ստեղծագործությունները, երբ որ գրվում են, դրանք գրվում են առաջին հերթին հենց ստեղծագործության համար, արվեստի համար։ Մաթևոսյանն ասում է, արվեստը պիտի լինի արվեստի համար, որ հետո դառնա հասարակության համար։ Մենք սովորաբար այդ երկու ընկալումները հակադրել ենք իրար, բայց Մաթևոսյանը դրանք միացնում է։ Եվ իսկապես դա այդպես է։ Եթե արվեստագետը չսիրեց իր երկիրը, իր ստեղծագործությունը, բնական է, որ նա չի կարող այնպիսի գործ ստեղծել, որը հասարակությանը հետագայում պետք կգա։ Մաթևոսյանի սերը իսկապես շատ մեծ էր Հայաստանի հանդեպ եւ դրանով էլ պայմանավորված է նրա ստեղծագործության այ համամարտկային բնույթը։ Մաթևոսյանն ասում էր, ես չեմ հասկանում, ասենք, ինչ է նշանակում, լինել, ասենք, ազգային գրականություն եւ դա չլինի համամարտկային, որովհետեւ ճշմարիտ ազգայինը իր մեջ հենց համամարտկային տարրեր ունի եւ բովանդակություն ունի։ Համամարտկային գաղափարները առանց ազգայինի դրանք սուտ են, դրանք պայմանական բաներ են։ Ընդհանրապես համաշխարհային գրականությունն էլ մենք կարող ենք պայմանականորեն երկու մասի բաժանել, ասենք կա այդ պայմանական թևը գրականության մեջ եւ կա Մաթևոսյանի թևը, Թումանյանի թևը, Մարտիրոս Սարյանի թևը, սա այդ գրականությունը ես ավելի շատ եմ սիրում, քան պայմանական գրականությունը, որովհետեւ պայմանականի մեջ խնդիրները ավելի ինձ թվում է, թե գրողների կողմից ավելի հեշտ են լուծվում, որովհետև եթե դու իրականությունը ներկայացնում ես և այնտեղ ինչ-որ վրիպումներ ես թույլ տալիս, ժամանակակիցները միանգամից դա կզգան, կընկալեն այդ վրիպումները, իսկ պայմանական գրականության մեջ դրանք ավելի շատ են, մի խոսքով դա ինձ համար այնքան էլ, ասենք, ընդունելի չի, բայց դա չի նշանակում, որ այդ թևը գրականության չպիտի գոյություն ունենա, թող լինի, ասենք, թող լինի Կավկա, բայց թող լինի Հրանտ Մաթևոսյան։ Իսկ երբևիցե մտածել ենք մենք կամ ասել ենք օրինակ, որ Մարկեսը սիրում է Կոլումբիային, կամ Կոլումբիան Մարկեսի համար չգիտեմ ինչ, չենք մենք առհասարակ դրա մասին
մտածում եւ խորանում։ Չէ, ես Լեովին համաձայն եմ, որ համամարտկային Հրանտ Մաթևոսյանը այն քիչ հայ գրողներից է, որ համամարտկային է իր գրածը, որ հասկանալի է թե նիգերացուն, թե կոլումբացուն, թե ռուսին, թե ուկրաինացուն եւ այդ ամենը ինչ որ գրում է Հրանտ Մաթևոսյանը բոլորիս վերաբերվում է եւ բոլորիս հուզում է։ Իսկ երբ որ մենք սկսում ենք արհեստական, չգիտես ինչու ասել, այ Հրանտ Մաթևոսյանը շատ ավելի շատ է սիրում Հայաստանը, քան չգիտեմ։ Մարկեսի դեպքում ես ոչ մի անգամ իմ մտքով չի անցել, որ ես օրինակ ասեմ, որ գիտեք, Մարկեսը Կոլումբիային շատ է սիրում։ Գիտեք ինչ, Հրանտ Մաթևոսյանը ես երբևիցե չեմ լսել, որ Բարսաձյանի ասի, գիտես, ես Հայաստանը շատ եմ սիրում։ Այդ տեսակ բաներ չկա։ Մաթևոսյանը չի ասել։ Մարդիկ են։ Ուղղակի այդ սերը խոսքը վերաբերում է ցանկացած ասենք արվեստագետի, դա խորքային է, դա չի ասում։ Սերը չի կարող լինել ճչացող, դա նորմա է, բարձրաձայն եւ այլն եւ այլն։ Այդ սերը դա ընդհանուր վիճակ է տվել արվեստագետի համար։ Ես չեմ պատկերացնում, ասենք մարդը չսիրի իր հայրենիքը եւ կարողանա շատ թե քիչ տանելի ստեղծագործություն էլի կայացնել, ստեղծել։ Վիլյամ Սարոյանը մի հետաքրքիր բան ունի այդ առումով, նա ասում է, որ եթե օտարները Հրանտ Մաթևոսյանին կարդում են, մեր ազգը նրանց ընկալումների մեջ մեծանում է, եւ իսկապես դա այդպես է։ Մաթևոսյանի գրականությունը այնպիսի խորք ունի եւ այնպիսի մեծ ընդգրկումներ ունի, որ ցանկացած ժողովուրդ կհպարտանար Հրանտ Մաթևոսյանի նման արվեստագետ գրող ունենալու համար, որովհետև Մաթևոսյանը կյանքը վերցնում է ծայրաթևերի մեջ, ասենք երկու այդ բևեռներն էլ ընդգրկված են նրա ստեղծագործության մեջ։ Մինչև Մաթևոսյանը փաստորեն ավելի շատ մեր գրականության մեջ այդ միաբևեռ կառույցը կար, բայց Մաթևոսյանի մոտ ճշմարտությունը միաբևեռ չի, դա երկբևեռ է, նույնիսկ ավելի շատ։ Դրա համար էլ շատերը չեն կարողանում կողմնորոշվել, ասենք ծառեր վիպակի մեջ հիմա ում նախընտրեն Աստվածակերպ Ավետիքին, թե Առնաուտ Իշխանին։ Մաթևոսյանը երկու ճշմարտություններն էլ հավասարաչափ տանում է իրար հետ եւ հարցազրույցներից մեկում իրեն հարցնում են, ասում են դուք ում եք վերջապես նախընտրում եւ այլն, ասում է որ ձեզանից յուրաքանչյուրը ինքը պիտի որոշի, ինքը Ավետիքն է թե Իշխանը։ Եվ իսկապես մեր մեջ կա եւ Ավետիքը եւ Իշխանը։ Յուրաքանչյուրից մեջ։ Մաթևոսյանը հետագայում ցանկություն ուներ այդ երկու կերպարները միահյուսել մեկ ընդհանուր կերպարի մեջ, բայց ափսոս այդ ժամանակը չեղավ։ Հակառակ դեպքում մենք մի հատ էլ ուրիշ, ասենք, կերպարի ականատես կլինեինք Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործության մեջ։ Եթե խոսենք գիրքը, գրականությունը ֆիլմ դարձնելու թեմայով, համաշխարհային գրականության հետ կապված մի քիչ կդժվարանամ հիշեմ ստեղծագործություններ, որոնք օրինակ ֆիլմը ավելի լավ են եղել, ու ես էլ երբ որ օրինակ կարդում Նաբոկովի Լոլիտան, հետո նայում եմ Լոլիտա ֆիլմը, ռադիկալ իրարից տարբեր բաներ են։ Նույնն էլ թռիչքկվի բնի վրայով, Գենկիզի, երբ որ այդ կարդում եմ, էլի ֆիլմը բոլորովին այլ կերպ եմ ընկալում։ Հրանտ Մաթևոսյանը այն գրողներից է, որոնց ստեղծագործությունները դարձել են ֆիլմ, բավական մեծ հայտնիություն են ձեռք բերել։ Արդյոք ֆիլմերի սցենարի հետ կապված գործի ինչ-որ բաներ կորել են ամեն դեպքում։ Աշնան արևից, եթե օրինակ խոսենք։ Գիտեք ինչ կա։ Նախ ֆիլմը, այն մարդիկ, ովքեր որ Հրանտ Մաթևոսյանն են նկարահանել, նրանք գոնե 1/100-րդ մասով պիտի Հրանտ Մաթևոսյան լինեն, որպեսզի նախ իրականություն ընկալեն։ Եվ երկրորդը, թերևս ամենակարևորը ռեժիսորի համար, նա պիտի ունենա իր լեզուն, ֆիլմը պիտի ունենա իր լեզուն։ Ֆիլմի լեզու պիտի ստեղծվի։ Եթե Մալյանի մոտ դա շատ լավ ստացվել է, ասենք մենք ենք մեր սարերի մեջ, եւ ընդ որում ես ձեզ ասեմ, մենք ենք մեր սարերը վիպակի մեջ, Մաթևոսյանը այնքան շատ կարևոր հարցադրումներ է առաջ քաշել, որ դրանից կարելի է մի քանի ֆիլմ նկարահանել, ոչ թե ասենք մի ֆիլմ։ Մալյանը ուղղակի վերցրել է սյուժեի մեջ այդ Ռևազի ոչխարների պատմությունը, որպեսզի ֆիլմը ընկալի
լինի, տեսանելի լինի եւ այլն եւ այլն։ Եվ շատ լավ ստացվել է այդ ամեն ինչը։ Բայց մնացած պարագաներում ինձ թվում է, որ չէ, նրանք չեն հասել Մատեոսյանի խորքին, ասենք Աշնան արևի մեջ, եթե մենք վերցնենք Աշնան արև ֆիլմը, որպես ֆիլմ, բան չասեցի, բայց նա ավելի շատ ստատիկ պատկերների միջոցով կառուցված ֆիլմ է եւ ֆիլմը փրկում է դրությունը Մաթեոսյանի ուժեղ խոսքը։ Համենայն դեպս ինձ թվում է, թե կգան, կծնվեն նոր ռեժիսորներ, տաղանդավոր մարդիկ, ովքեր որ Մաթեոսյանին կբացահայտեն եւ կներկայացնեն։ Օրինակ Մալյանը ուզում էր Գոմեշը նկարահաներ, բայց չհասցրեց։ Ափսոս, էլի մենք կունենայինք, ասենք, մեր գլուխգործոցներից մեկը։ Մաթեոսյանն էլ ընդհանրապես մեր կինոյի առումով այդքան գող չէր, ասում էր, այ օրինակ վրացիները այնքան սրան նրան կրկնօրինակեցին, մինչև ստեղծեցին իրենց ինքնուրույն ֆիլմերը, բայց մենք երևի ավելի ներկայանալի պիտի հանդես գայինք ու դա չարեցինք, բայց հուսանք, որ կլինի։ Սակուրովը հարցազրույցի ժամանակ ասեց, որ նա էլ էր մտածել Գոմեշը նկարելու մասին, բայց էլի չի ստացվել եւ ասել է ինձ, որ Հրանտ Մաթեոսյանի ամենակինոմատոգրաֆ ստեղծագործությունը հենց Գոմեշն է, որը որ հիանալի ֆիլմ կարող էր դառնալ, բայց միջև հիմա չի դարձել, ռեժիսորներ, սցենարիստներ կարող եք անել դա։ Եթե պատկերացրեք օրերից մի օր հանդիպում եք այլ մոլորակային եւ որը որ երբևիցե չի հասկանում ինչ է մարդկային մշակույթը, գրականությունը, խորհուրդ կտակ նրան Հրանտ Մաթեոսյան կարդալ եւ ինչու, ինչու՞մն է ֆենոմենը Հրանտ Մաթեոսյանը եւ ինչու այլ մոլորակայինը պետք է բացահայտի երկիր մոլորակը հենց Հրանտ Մաթեոսյանով։ Գիտեք ինչ կա, եթե ես այստեղ կարողանամ նույնիսկ մի հանճարեղ նախադասություն ասել, թե որն է Հրանտ Մաթեոսյանի ստեղծագործությունը, դա հնարավոր չի։ Հրանտ Մաթեոսյանի ստեղծագործությունը պիտի գնալ եւ կարդալ։ Դա հիմա ասենք ուսանողները, երբ որ գալիս են առաջի կուրսում եւ այլն, ես տեսնում եմ, որ նրանք դպրոցում Հրանտ Մաթեոսյան լավ չեն ուսումնասիրել։ Ինչու, որովհետև ուսուցիչներն էլ լավ չգիտեն Հրանտ Մաթեոսյանին։ Մենք լավ չգիտենք, մենք պիտի իրականում կարդանք, յուրացնենք այդ ամեն ինչը, որպեսզի Հրանտ Մաթեոսյանի ասած ճշմարտությունը մեզ համար դառնա ճշմարտություն։ Այդպես պիտի լինի։ Եվ խորքով հասկանանք նրան։ Մաթեոսյանը ոչ միայն ասենք գրականության մեջ է ուժեղ, այլ նաև գրականության տեսության մեջ է ուժեղ։ Նա շատ մեծ գրականագետ է, նա հայ ամենամեծ գրականագետն է։ Եթե վերցնեք նրա հարցազրույցների ժողովածուն, Սպիտակ թղթի առջև այդ գրիչքը եւ այլն, դիտողությունները դրանք այնքան խորքային են եւ այնքան ընդհանուր են, այնքան ճիշտ են, որ չկա այնտեղ որևէ վրիպում։ Իսկ եթե այլ մոլորակայինը գա, այդ ոնց որ ասում եք, հարցնի թե ես ուզում եմ ճանաչել էլի մարդկանց եւ այլն, ինձ թվում է թե Հրանտ Մաթեոսյանին նա սկզբում դժվար կհասկանա։ Երևի ինքը ավելի շուտ Թումանյանի հեքիաթներից պիտի սկսի, հետո նոր գա Հրանտ Մաթեոսյան, բայց ես համոզված եմ, որ այդ այլ մոլորակայինը կհասկանա Մաթեոսյանին, որովհետև Մաթեոսյանի մոտ սերը շատ մեծ է, ամեն ինչի նկատմամբ, ծառի, թփի, շան, կատվի, մարդկանց, քարերի, բույսերի, հասկանում եք, այդ սերը այնքան մեծ է, որ ինչպես երաժշտությունը, այնպես էլ այդ սերը կստիպի այլ մոլորակային հասկանալու Մաթեոսյանի ստեղծագործությունը, Հրանտ Մաթեոսյան։ Իսկ որ ասում եք դպրոցներում լավ չեն անցնում, լավ չեն, առհասարակ ինչպեսին պետք է մոտեցումը լինի գրականությանը, Հրանտ Մաթեոսյանի գրականությանը, հայ գրականությանը, դպրոցում, ինչպես պետք է երեխաները բացահայտեն, օրինակ, չէ որ ես եւ դուք սովորել ենք այլ երկրում եւ այլ ժամանակ, երբ որ մի բան կարդում ենք, մեզ ստիպում էին գրել գլխավոր հերոսի մասին
ինչ որ բան եւ արդեն կարծես թե դասի ընթացքում մեզ ասում են, որ գլխավոր հերոսը բարի է, ճշմարիտ է, չգիտեմ ինչ, եւ դու իրավունք չունեիր ձախ աջ գնալ, պրպտայր ինչ որ բան փնտրել, այ Պավել Կարճագինը այսպիսին էր եւ վերջ։ Հրանտ Մաթեոսյանի ռևազը այսպիսին էր եւ վերջ եւ չի կարելի։ Մենք համոզված ենք, որ դասագրքում գրված էր այդպես, որ հեղինակը այդպիսին է կերտի այդ հերոսին եւ նա այդպիսին է եւ վերջ։ Այսօր մոտեցումները այլ են եւ աշակերտներին թույլ են տալիս իրենք գնահատականներ տալ, փորձել, հասկանալ եւ այլն։ Որ մոտեցումն է ճիշտ եւ ինչպիսին պետք է լինի այսօր այդ դպրոցում ընթերցում։ Դե ես ասացի, որ առաջին հերթին պիտի ուսուցիչները պատրաստված լինեն։ Նրանք առաջին հերթին պիտի իմանան մեր մեծերին, խորքով պիտի իմանան։ Ուսուցչուհիներից մեկը ինձ զանգահարեց, ասում է, բայց ես օրինակ Աքսել Բակունցին ավելի հեշտ եմ դասավանդում, քան Հրանտ Մաթեոսյանին։ Դե ասում եմ, որովհետև Աքսել Բակունցը շատ ավելի պարզունակ գրող է, Հրանտ Մաթեոսյանը շատ խորն է եւ շատ բարդ է։ Դրա համար էլ դու լավ չգիտես Հրանտ Մաթեոսյանին, երբ որ դու կիմանաս Մաթեոսյանի խորությամբ, դու շատ մեծ սիրով աշակերտներին կսովորեցնես այն ինչ որ ցանկանում է ասել Հրանտ Մաթեոսյանը։ Ասենք իմ ուսանողները որ գալիս են սկզբում բնականաբար մենք ոչ ենք սկսում Հրանտ Մաթեոսյանի վիպակներից, վիպակները կարդան նրանք չեն հասկանա, շատ դժվար կլինի։ Երբ որ մենք սկսում ենք նրա մանկապատանեկան պատմվածքները կարդալ, վերլուծել, խորանալ եւ նրանք միանգամից հասկանում են, որ սա բոլորովին ուրիշ մոտեցում է պահանջում այս գրական երևույթները վերլուծելու առումով, աշճանաբար խորանում են դրա մեջ եւ մի քանի դաս հետո ես արդեն նրանց աչքերի մեջ ավելի այդ փայլը տեսնում եմ, որ նրանք հասկացել են, նրանք գնացել են արդեն ուրիշ գործեր են վերցրել եւ սկսել են կարդալ։ Ինձ թվում է, որ բանը մենք պիտի ավելի ոչ թե թվում է, այլ պիտի ավելի ուշադիր լինենք Հրանտ Մաթեոսյանի ստեղծագործությունները վերլուծելու առումով։ Մենք լավ դասագրքեր պիտի ստեղծենք, Հրանտ Մաթեոսյանի ստեղծագործությունները բազմակողմանիորեն պիտի վերլուծվեն, որպեսզի մարդիկ հասկանան եւ դա դառնա մեր սեփականությունը։ Այ ամփոփելով զրույցը, ավելի ժամանակակից երիտասարդը, ավելի փոքր տարիքի, հա, ասենք թինեյջերը Հրանտ Մաթեոսյանի ստեղծագործություններում ինչ կարող է գտնել, ինչ կտա դա այս ժամանակի մարդուն։ Գիտեք ինչ կա, Հրանտ Մաթեոսյանի մոտ ամեն ինչ էլ կա։ Հրանտ Մաթեոսյանի վերջի, եթե ստեղծագործությունը վերցնենք, տախը։ Օրինակ Մաթեոսյանին շատ է անհանգստացրել, թե մենք ինչ ձևով ենք ապրելու մեր հարևանների հետ։ Այսինքն նույնիսկ այնտեղ այդ հարցերի պատասխանները կան։ Այսինքն այնքան շատ մեծ հարստություն կա, այնքան շատ մեծ իմաստություն կա Մաթեոսյանի ստեղծագործության մեջ կամ Մաթեոսյանի մեջ մարգարեական բան կա։ Նա ես իրան այդպես չեմ շփվել մի անգամ եմ տեսել եւ բարևել եմ ուսանող ժամանակ, բայց այն մարդիկ ովքեր որ շփվում էին, ասում էին, որ նա թափանցում էր մարդկանց, երբ որ նայում էր, գիտեր թե ով է իր դիմացի մարդը, անձնավորությունը։ Բայց Մաթեոսյանը ոչ միայն մարդուն թափանցում տեսնում էր, նա ընդհանրապես մեր պատմությունը ինքնուրույն էր վերլուծում, նա պատմությունը չէր վերլուծում ըստ Մանանդյանի կամ չգիտեմ եւ այլն, ինքը սեփական ձեռքերով էր շոշափում այդ փաստերը, իրողությունները եւ դրանից հետո որոշակի եզրակացության էր գալիս։ Դրա համար էլ նրա եզրակացությունները ասելիքը շատ ինքնատիպ է եւ շատ հետաքրքիր։ Շնորհակալություն։ Շատ շնորհակալություն։ Ես շնորհակալ։ Բացահայտեք ձեզ համար Հրանտ Մաթեոսյանի տիեզերքները, սկսեք նրանից, որը որ ձեզ ամենաշատն է հետաքրքրում, եթե կարդացել եք, մի անգամ եք կարդացեք, եթե չեք կարդացել, ես ձեզ նախաձում եմ, որտեղ իսկապես կբացեք մի դուռ դեպի ամերջություն։ Շատ լավ, իսկ մենք առաջ ենք շարժվում եւ դիտում ենք գովազդ։ Մնացեք մեզ հետ։